Բարև ձեզ, մեծարգո նախագահ, տիկնայք և պարոնայք, սիրելի հյուրեր, կուսակից ընկերներ, գործընկերներ։ Նախ շնորհակալ եմ նման հնարավորություն ընձեռնելու համար, հարգարժան նախագահ, սիրելի գործընկերներ։ Այսօր այստեղ այս բեմից ելույթ ունենալը ինձ համար պատիվ է։ Պատիվ է, որ հայ եմ, առավել պատիվ է, որ սյունեցի եմ, հպարտ եմ, որ մեղրեցի եմ։ Եկել եմ հեռավոր Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից, որը գտնվում է Հայաստանի հարավում և համարվում է Հայաստանի հարավային դարպասը։ Մեղրին մի չքնաղ երկիր է, մի գողտրիկ անկյուն, փոքրիկ մի Հայաստան։ Ուզում եմ այսօր խոսել Սյունիքի կարևոր լինելու ու Սյունիքը ամուր պահելու մասին։ Առավել կարևոր է Սյունիքը Հայաստանի համար, որը կապում է երկիրը Իրանի Իսլամական պետության հետ, սահմանակից է նաև թշնամի երկիր Ադրբեջանին։ 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում լարվածությունը ավելի է մեծացել, թշնամին հատել է բոլոր կարմիր գծերը։ Սյունիքի հեռավոր գյուղերում ու շրջաններում մարդիկ ապրում են վախով։ Երեխաները դպրոց ու մանկապարտեզ հաճախում են լարվածությամբ, մի խոսքով տարածաշրջանում լարվածությունը մեծացել է, կան սահմանային միջադեպերի վտանգ, հնարավոր տարածքային զիջումների մասին խոսակցություններ և ամենաշատ շահարկվող թեման Զանգեզուրի միջանց կամ Թրամփի ուղի։ Սյունիքը այսօր դարձել է կարևոր ռազմավարական և քաղաքական կենտրոն, որտեղ միառժամանակ խաչվում են տարածաշրջանային շահերը։ Հիմնական հարցը մնում է, ինչպես ապահովել երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և խաղաղ զարգացումը։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց պատվով խաղաղություն։ Մենք ապրել ենք ուզում, բայց ապրել պատվով։ Մենք հայ մնալ ենք ուզում, բայց պատվով մնալ հայ։ Վերջին շրջանում շատ եմ կարդում սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերն ու մտքերը, բայց ինձ համար ավելի տպավորիչ և հարազատ են դարձել հետևյալ տողերը. Մեղրին ավելի կարևոր է։ Աշխարհագրական տարածք չէ Մեղրին, հայրենիքի մի բուռ չէ, և երբ դու Մեղրին տալիս ես օտարին, քո տանդուռը փակում ես քեզ վրա։ Ասել, ասում եմ, Մեղրին ավելի կարևոր է, քան ցանկացած այլ բան։ Չեմ կարող չխոսել հետևյալի մասին։ Հանրապետականն այս տարիներին ոչ միայն իշխանավորների բռնաճնշումների կիզակետում էր, այլև մեր որոշ ընդդիմադիր գործիչների հակաքարոզչության։ Նրանց մի մասը Նիկոլին բերեց, հետո պտտվեց ու ասեց. Սերժն է բերել Նիկոլին։ Պարոն նախագահ, կներեք արտահայտվելուս համար։ Խոսքս ուղղում եմ նրանց։ Սերժ Սարգսյանը բերել է ուժեղ բանակ, ապրիլյան պատերազմում հաղթանակ, երկրի այսօրվա տնտեսական զարգացման հիմք և եվրոպական բարեփոխումների հնարավորություն։ Ահա այն ամենը, ինչը բերել է Սերժ Սարգսյանը և Հանրապետականը։ Հարգելի կուսակցականներ, իհարկե տհաճ է, երբ քեզ խփում են մեջքից, բայց նայենք այս ամենին այլ դիտանկյունից։ Եթե մեզ խփում են մեջքից, ուրեմն մենք առջևում ենք։ Ուստի հարգարժան նախագահ, սիրելի հայ ժողովուրդ, կուսակից ընկերներ, դիմում եմ ձեզ խնդրանքով հենց այս ամբիոնից, քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հանդիսանում է բավականին լուրջ կառույց և ունի մեծ կշիռ թե Հայաստանի ներսում և թե Հայաստանից դուրս, եկեք համախմբվենք, հեռացնենք ներսի թշնամուն, ամրանանք, մի բռունցք դառնանք, փրկենք մեր հայոց հողն ու մեր հերոս տղաների պահած Հայաստան աշխարհը։ Աստված պահապան բոլորիս։